մեր բարձրացած հարցերը օրակարգում են եւ ինչպես տեսնում եք արդեն երրորդ քահանան է նույն հարցերի, այսինքն կիսում նույն օրակարգը, որոնցից մեկը արդեն կարգալույծ է արվել առանց բացատրության, իդեպ, առանց հիմնավորման, առանց հղումների կանոնադրության որևէ կետի, հիմա մյուս երկուսի նկատմամբ ինչպես հասկացա կարգը ոնց է կոչվում, կարգապահական վարույթ, եկեք այսպես ձևակերպենք քաղաքացիական լեզվով, հիմա եթե լինի 4-րդը, ենթադրեմ 4-րդի նկատմամբ էլ կլինի, հետո 5-րդի, հետո 10-րդի եւ հետո մինչեւ երբ։ Այնպես որ հարցերին պետք է տալ բովանդակային անդրադարձ եւ ոչ թե փորձել վիժեցնել հարցերի քննարկումը, դա ամեն դեպքում չի ստացվելու։ Ամեն դեպքում վերջնարդյունքում ինչ եք ակնկալում, կաթողիկոսը պիտի հեռանա, որովհետև հակառակ Այո, այդպես պիտի լինի, այո։ Մենք նաև հայտարարություններ ենք լսում որոշ հոգևորականներից, որ կաթողիկոսը չի հեռանալու, անգամ եթե իրավապահ համակարգը նրա ետևից գնանա կալանավայրում կիրականացնի իր գործառույթները։ Իրավապահ համակարգով չի, որ կաթողիկոսը պիտի հեռանա, այլ հոգևոր ներհայեցման, ըմբռնման, իրավիճակի ճիշտ գնահատման ճանապարհով պիտի հեռանա։